Հավատքը պետք է լինի երկաթյա եւ անսասան։ Մարդկանց մտքում կա այսպիսի մի կարծրացած պատկերացում. երբ մեզ մոտ հարցեր են առաջանում Աստվածաշնչի վստահելիության, Աստծո բարության կամ չարի գոյության մասին, մենք սկսում ենք մեզ դավաճան զգալ։ Բայց արդյոք կասկածը հավատքի հակառակորդն է։ Իրականում հավատքի հակառակորդը ոչ թե կասկածն է, այլ անտարբերությունը։ Կասկածը ցույց է տալիս, որ քեզ համար կարևոր է ճշմարտությունը։ Այն հավատքի բացակայությունը չէ, այլ դրա հետ զուգահեռ ընթացող մի բնական գործընթաց, որից պետք չէ ամաչել կամ վախենալ։ Նույնիսկ ամենամեծ հավատացյալները, ինչպես Հովհաննես Մկրտիչը, ունեցել են տարակուսանքի պահեր, երբ իրականությունը չի համապատասխանել իրենց սպասումներին։ Կարևոր է հիշել, որ Աստված չի վախենում մեր հարցերից և չի հեռանում մեզնից մեր անվստահության պատճառով։ Վստահել Աստծուն կասկածների մեջ նշանակում է հավատալ, որ Նրա լույսն ավելի զորեղ է, քան մեր մտքի մթությունը, և որ Նա ունի բավարար համբերություն մեզ քայլ առ քայլ դեպի ճշմարտությունն առաջնորդելու համար։ Այսպիսով մի վախեցիր հարցերից, երբ ունես տարակուսանք, այլ ուղղիր դրանք Աստծուն։ Այս շաբաթ քեզ մոտ գրիր 3 ամենամեծ հարցերը կամ կասկածները Աստծո կամ Աստվածաշնչի վերաբերյալ։ Ընտրիր դրանցից մեկն ու փորձիր գտնել պատասխանը։